Ջան, իսկ որ շատ են խոսում տիեզերական կանոնների մասին, բումերանգի օրենքի մասին, երբ որ ասում են, որ վատ բան մի արեք, որտեվ դուք պետքա հետ կգա, հա, ոնց որ այդ ամեն ինչի մասին ինչ են ասում աստղերը, մոլորակները։ Աստղերը ասում են, ես արևմտյան աստղաբանությունն եմ սովորել Մոսկվայում, այնտեղ ուղղակի նշվում էր, որ մենք համապատասխան ժամանակահատվածում ծնվում ենք, համապատասխան մոլորակային դիրքավորումները կան, որոնք մեզ օժտում են գծերով բնավորության, ներուժ եւ այլն պոտենցիալ հնարավորություն, բայց գոյություն ունի արևելյան աստղաբանություն, արևելյան փիլիսոփայություն, ես ձեզ ասեմ բուդդիզմ եւ ինդուիզմ, այդ երկու կրոններում առաջատար, եթե մարդը պետք է այդ իրենց հոգևորականը պետք է բարձր այդ ատյաններ անցնի, հա, այնտեղ անպայման աստղաբանությունը պիտի իմանա, իրենք ասում են, որ դա տիրոջ տիեզերքի կամքն է, որտեղ մենք այդ կարման վերցրել եկել ենք, եւ կարմայի մոլորակը դա Սատուրնն է, այդ որ 15 տարեկանում 30 տարեկան ինքը գալիս է եւ արածների համար պատասխան է պահանջում, ինչ որ տեսնում են, չէ, իրավիճակ է, կստացվի մեկը կտրուկ կտրվում է նորից իմացել որ դա Սատուրն է, դա կարման է, դա բումերանգն է, բարդ եւ դրական այդ իրավիճակների համար ինչևէ պարտական ես, պարտավոր ես դու ըստ արևելյան փիլիսոփայության դու ես ընտրել այդ կարման, դու ես ընտրել քո ծնողներին եւ ինչն է հետ ակրքիր որ ես քարտեզում նայում ասում Լուսինը կույսում ասում մայրիկդ կույսի ասում ոնց իմացաք մայրիկդ կարիճ է Լուսինը կարիճում վերջերս մարտի 8-ին էր մեքենայով ետե վերադառնում հետևորդներից մեկը ասեց բարև ձեզ ճանաչում եմ ձեր տոնը շնորհավոր ասի շնորհակալ եմ քանի որ ազատ ենք արդեն դե մի քիչ մտերմիկ է զրույցը ասի ինչ խնդիր ունեք ասեց 5 տարի է հետևում եմ ասի կարող եմ բլից on-line հաշվել եթե ինչ որ բան կա ժամանակը չկորցնեք նայեցի տվյալ անձի այդ վարորդի քարտեզը Լուսինը կարիճում էր բարձացող հանգույցը կարիճում ասի ձեր մայրիկը կարիճ է կենթանակերպով ասեց հա ասեցի տուն կարող է դնել այս տարի որովհետև Յուպիտերը մտնում է Խեցգետին տուն ընտանիք հայրենիք մեծացնելու Յուպիտերը բարեկեցության մոլորակն է ասի դուք ժառանգություն ունեք դուք պետք է վերցնեք չպիտի հրաժարվեք սենց նայում է սենց մի տեսակ ասում եմ ձեզ մոտ խնդրում մի հատ կասեք ինչ ճակատագրական խնդիրներ ունեք որ այդ նույն բումերանգի օրենքն է ասեցի տուն ունեք չեք ուզում ասես տուն ունեմ բայց այդ տունը մի քանի երեխաների մեջ պետք է բաժանվի ես ասի դուք չհրաժարվեք ձեր բաժնից, որովհետև հենց կարմայով ինքը վերցրել է, որ պետք է գա Լուսինը կարիճ, մանավանդ մայրն է, որ ինքը պետք է չհրաժարվի իր տան բաժնից։ Մտածեց, ասի դուք կարող եք տունը վաճառել, բաժին տալ, բայց